ուզում եմ մի բան կիսվեմ, քրիստոնյայի կյանքն հենց հետաքրքիր մի կյանք է, ինքը միապաղաղ չի լինում, էլի, կամ ժամանակ առ ժամանակ մենք ենք խառնում իրար, կամ խառնվում է իրար, երկու դեպքում է մեզի հանգստություն է պետք, ամենաառաջինը մի հատ պետք է կանգնել, հանգստանալ, շունչ առնել ու տեսնենք ինչ պետք է անենք, որովհետև ամեն իրավիճակը մեզի դրդում է գործողության, ու միշտ ուժել են այն մարդիկ, ով վրազ սկսել են ինչ-որ մի բան անեն, ես մի 1000 անգամ մի մեջ բռնացրել եմ, որ այո, ես հնարամիտ մեկն եմ, բայց իմ հնարամտությունը, դաժե եթե որ ես իմաստուն ու գիտուն չեմ համարում, դաժե եթե գիտություն ու իմաստություն էլ ունենայի աշխարհային, Աստվածաշունչը մի ուրիշ բան է ասում, այն ինչ մարդկային է, շնչային ու դևային է, այսինքն չի կարա մարդկայինը մի լավ տեղ տանի մեզի, կարող է դաժե սկզբնական շրջանը իրավիճակների մեջ թվա, որ հարցին լուծում տվեցինք, բայց մեր քրիստոնյաների կյանքի մեջ եթե մի բան սկսվել է կամ խառնվել է կամ մենք ենք խառնել, այս հարցի լուծումի անունը Քրիստոս է, այն մնացածը սաղ մեղք է, որովհետև մեղք նշանակում է Քրիստոսի հետ չլուծել հարցերը, երբ որ ասա թագավորի կյանքի մեջ նայում ենք, երկրորդ Պարալիպոմենոնի մեջ է գրված այս ամենը, ասա թագավորը լուրջ խնդիրների մեջ ընկավ, բայց արդեն հարստացել էր, արդեն ընկերներ ուներ, վերավ այդ հարցը լուծեց ու վերջում տեսանք մարգարեն նշանակում է Աստծու բերան, տեսանք Աստված ինչ խոսեց, Աստված ասեց, քանի որ այդ հարցերը լուծեցիր քո առանց ընձի, քո տնից խնդիրը չի վերջանալու, պատերազմը չի բրծնելու, էսի անեսք դարձավ այդ մարդու համար, որովհետև եթե մեր կյանքի մեջ իրավիճակներ կան, այս ամենը Տիրոջ անվան ու փառքի համար է, եթե դաժե մենք էլ ենք խառնե, Տերը մեզի նորից ասում է հետ արեք դեպի ինձի, բայց առաջիններից մեկն որ մենք այդ իրավիճակների մեջ նայում ենք ինչ էր անում Աստծու մարդը, ես շատ ժամանակ նայում եմ Սաղմոսներին, Դավիթ թագավորը 61 Սաղմոսն հենց հետաքրքիր 62 հայերենով սկսվում է այսենց 61-ի երկրորդ խոսքը «Только в Боге успокаивается душа моя, от Него спасение мое». Էսի ինքը պրոստը խոսք չէր, հա, ու մեզ էսի ինքը ուղղություն էլ է ցույց տալիս։ Откуда ждешь, откуда твое ожидание, որտեղից ես սպասում։ Ում մեջ է նախ առաջինը մեր հոգին հանգստանում իր մեջ։ Նորից մենք հասկանում ենք, որ եթե մեր կյանքի մեջ խնդիրներ են եկել, կամ մենք ենք խառնել, կամ իրավիճակն է խառնվել, այդ դեպքում մենք մի տեղ ունենք փախնելու, երեսը փնտրելու, մեր ծածուկ սենյակը։ Տիրոջ երեսը փնտրելու, որովհետև Մատթեոս ավետարանի Սաղմոսների մեջ ասում է երեսը փնտրողը все остальное приложится եւ Աստծո թագավորությունը կտեք մնացածը կտրվի այսինքն մենք ասվիշոնի ենք տեղեկացված ենք որ Արարածը երբ որ ինքը Տեր ունի ու թագավոր հա ու մենք ունենք Տեր ու թագավոր փառավորվի իր անունը մեր սա հարցերը իր հետ պետք է լուծենք ու շատ կարևոր է որ մենք հասկանանք որ առանց իրան մենք չենք էլ կարա եթե դաժե սրանից առաջ նորից նույն իրավիճակն է եղել մենք այդ իրավիճակի մեջ Տիրոջով դուրս ենք եկել այդ իրավիճակից մեկը չի կրկնվում Տիրոջ մեջ հաջորդ անգամ որ հետ չդառնամ թագավորացի մեջ է գրված Դավիթ թագավորը երկու իրավիճակ է ներկայացրած նույն իրավիճակն է ինչ քանակի բանակ էր եկել ինչ խեին նստե Դավիթը աղոթեց ասեց տալու ես իմ ձեռքը Տերը ասեց հա երկրորդ անգամ նորից նույնը գրված է հա ու նորից Դավիթը մոտենում է Տիրոջը ու նորից հարցը նույնն է տալու ես իմ ձեռքը Տերն ասում է այո, բայց այս անգամ մեջքի հետևից ես գնալու։ Այսինքն իրավիճակը կարող է քեզ թվա, որ դե արդեն անցել եմ մի անգամ Տիրոջից սորվել եմ, գնամ նորից կրկնեմ։ Չէ, մենք ամեն իրավիճակի մեջ անպայման իր հետ պետք է քայլենք։ Ինքը հարյալ է մեռելոց ու էսի մեր կյանքի մեջ վկայություն է դառնում, երբ որ մենք իրոք իր հետ ինչ որ մի իրավիճակների մեջ իր փառքը տեսնելով ուրիշներին վկայում ենք գործարակելոսն ասում է որ կլինեք իր վկաները վկայում ենք իր հարության իրականությունը մեր կյանքի մեջ որ այդ ես չէ որ կարած այդ իրավիճակից դուրս գայ այդ ես չէ որ այդ լաբիրինտից կարածա դուրս գայ որովհետև մեր կյանքի մեջ ժամանակներ կա որ խնդիր կա բայց всё-таки գումարտային ուժով կարողությունով կարում ես դուրս գաս դրա համար այնքան մենք ծայրահեղ Եվրեների համար ասվում էր
տրուդնի նարոդ, էլի, ենքան մի բարդ, մենք էլ ենքան ենք բարդ ասնում, որ գործը ասնում է մինչև ռակների ու հազար ու մի բանի, հոմ տերը չեր ուզենա, գրված է մարգարեության մեջ, պանի Իզվայլեն ես սերծես սվայվո բող նակազվո էտ նաս, նեն չէ որ ինքը պապագում է մեզի նակազատ են, էդ մենք ենք, որ մեր խելքի ծերից գնում, հասնում ենք արդեն ենք կան ծայրահեղության, որ Դաժե ռակ հիվանդները հիվանդություններ է գալիս։ Էլ ինգել ենք Գերմանիայում կամ Եվրոպայում միտեղ ման ենք գալիս, թե այս հարցի լուծում տանք։ Դեղ էլ չենք կարում հասկանանք, որ այ մարդ գոնա հիմի պետք է ուսպակահիվը ծեղնել, կայնել ու հասկանալ, էլ վիխդ չկա։ Մե վիխդմ կա անունն Հիսուս է, մի դուր կա անունն Հիսուս է, մի ճանապարհ կա անունը Հիսուս է։ Այդ մեր բարդ լինելուց է, որ գործը ավելի ծայրահեղ է հասնում։ Տերը չէր ուզենա որ կամ բարդանար, բայց քո տարիները անցնում է ու եթե Տերը մի ձևի քեզի չկայնցնե, կարող է շատ վատ վերջանա, այսինքն կարող է չէ, շատ վատ է վերջանալ ու դրա անունը դժոխք է։ Դրա համար Փառք Իրան ելնել է ողորմություն մեզ համար, որ ժամանակ առ ժամանակ մեր կյանքի մեջ խնդիրներ են գալիս, բայց ինչքան քիչ ենք հասկանում, մեր աղբերներից մեկը հետաքրքիր մի բան ասեց հենց զգում եմ ուրագաններ են սկսվել, Տիրոջն ասում եմ ես ինքս պետք չի որ բարդանա, կայնի կգամ, կհարցնեմ, կլսեմ ու կփորձեմ քո ուզածին համապատասխան քայլեմ։ Ուզում եմ նորից կարտանք այստեղը, որտեղ որ մենք կարանք հանգիստ գտնենք Только в Боге успокаивается душа моя, от Него спасение мое. Только Он твердыня моя, спасение мое, убежище мое. Не поколеблюсь более. Էլ չեմ սասանելու։ Գիտես ինչի համար ասում։ Մի հազար անգամ նորից ընկե ու ելել է հասկանում է որ գոնա այս անգամ էլ չեմ, всё։ Ինչ իրավիճակ մինակ իրա հետ։ Առանց իրան անհնար է։ Մի հատ էլ 62-ի սկիզբն եմ ուզում կարդանք, հենց առաջի խոսքը ասում է Պսալոմ Դավիդը, когда он был в пустыне иудейской, Боже, ты Бог мой. Тебя от раннего заря ищу я. Тебе жаждет душа моя, по тебе томится плоть моя в земле пустынной и сохшей и безводной. Այս վիճակը հասկանում եք։ Առանց ջուր, չորացած, շատ խառը վիճակ, ծանր վիճակ ու նորից Դավիթը մեզ սովորացնում է դեպի Իրան նայելը։ Ես մի հատ շատ կարևոր բան իմ համար եմ հասկացել, ժամանակ առ ժամանակ մենք Աստվածաշունչը արդեն ոչ թե կամ չենք կարդում, կամ է կարդալուց սենց պարկ տալու պես կրոնական, ոչ թե մտել ենք մեր հարցերի պատասխաններն առնելու, այլ մենք մտել ենք կրոնական, կարդացինք, ահա լավ է, այսօր էլ առավոտը կարդացել եմ, աղոթներել եմ, պարկը տվել եմ, երտամ տեսնեմ ինչ եմ անելու։ Մենք մտնում ենք, որ իրա հետ դուրս գանք, մենք չենք մտնում, որ առանց իրան դուրս գանք։ Մենք եթե մտել ենք մեր ծածուկ սենյակը, մտնում ենք նրա համար, որ իրա հետ ելնենք, օրվա մեջ մտնենք։ Առանց իրան էլի անտեր մեկն ենք։ Հա, Իրանով է որ տիրով ենք ու հաղթություններ ենք արձանագրելու, որ նոր մերը չի լինելու, Իրանն է լինելու, փառավորվի իր անունը։ Հիմա նայեք հարցը նրա մեջ է, որ Աստվածաշունչը տարբեր իրավիճակներ ունի։ Տարբեր։ Ես որ մեկ-մեկ լսում եմ քարոզիչներ կան, որ ինստրուկցիա են տալիս, որ այս ինչ իրավիճակի մեջ, եթե աղբերդ մեռել է Մարիան էլ, Լազերն էլ գնացին, կանչեց, բան Լազերի համար եմ ուզում ասեմ, գնացին, կանչեցին, վերջը Քրիստոս եկավ հարություն առավ ու ես քեզ հետի որպես ինստրուկցիա տալիս եմ ինչ ես խառնվե իրար դու էլ գնա հա դու էլ աղոթի երեսը փնտրի կգա եւ ձեր իրավիճակին էլ հարություն կտա հասկանում ես տարբեր են իրանք ամբողջ են եթե մի քանի տեղ ուզում եմ իրար հետ նայենք տեղ կար ասես դու պատիվ չունեմ որ մեր տուն գաս բժշկվեց տեղ կար որտեղ որ գնաց ու ձեր դրավ Տեղ կար որտեղ որ պրոստը դաժե սպասեց որ մահը եղներ, հետո նոր գնաց ու ասեց որ էսի իմ անվան ու փառքի համար էր։ Ու էլի տեղեր կար։ Ես ուզում եմ ասեմ մեր իրավիճակների մեջ ամենակարևորն որ մենք պետք է հիշենք, սենց ուզում եմ Հովհաննես առաջի գլուխ իրար հետ մի հատ նայենք։ Նայեք, Հովհաննես առաջի գլուխ Սաղս էլ գիտենք, բայց նորից ընձի ու քեզի համար ուզում եմ կարդամ, մենք շատ ժամանակ երբ որ կրոնական վիճակի մեջ ենք, կարդացել ու անցել ենք, եսի մի ուրիշ ձևի ես լսում, բայց երբ որ դու խնդիրների մեջ մոտեցել ես ու ասում ես Տեր ջան, այս մի վիճակ է, որ նոր զրո վիճակ է, ու լավ է որ գաս զրո վիճակի, գաս նորից սկզբից Տիրոջ հետ սկսելու, ամեն իրավիճակի մեջ լավ կլինի հենց դենց գաս Տիրոջ մոտ, ոչ թե մի բան գիտեցողի պես, Տեր եթե մի բան արարում է ոչինչից Հա, եթե մի բանի մեջ ինքը խառնվելու է, երբ որ դու չես խառնվելու, երբ որ զրո վիճակի մեջ ես լինում, ու երբ որ մենք նայում ենք այդ սկիզբը սենց է սկսվում։ Начало было слово, и слово было Бог, и слово
Слово было у Бога, и слово было Бог. Он был в начале у Бога. Все, что начало через него, было, и без него ничего не начало быть. Что начало быть? Այս երկրորդ մասն որ կարդում եմ, ես ու դու պիտի մի հատ խորը հասկանանք, որ ինչ եղել է իր խոսքով է եղել, ու հեչ մի բան չկա, որ առանց իր խոսքի կարա լինի։ Էսի հոգևոր մարդու կյանքի մեջ կարկախոս պիտի լինի։ Որ եթե իմ կյանքի մեջ մի բան խառնվել է իրար, ուրեմն Տիրոջ խոսքին պիտի մտնեմ, ընդեղից պիտի առնեմ ու դուրս գամ։ Մենք նե հենց խոսքը, ու երբ որ իր հետ մտնում ես ստեղ, իր հոգով, որովհետև ինքը թեգուզոր մարմնով մեռա, բայց իր հոգին մեր հետ է այսօր երկրի վրա, մենք իր հարությանը հավատացող մարդիկ ենք, ռեալնի հավատում ենք, որ այո, հայրալ է մեռելոց, մենք էսի ոչ թե բառեր ենք ասում, մենք հավատում ենք, որ ինքը կա, ինքը հիմա էլ հոգով մեզի հետ է, ու ինքը իր խոսքի միջոցով մեզ այս իրավիճակների մեջ սկսում է սովորացնել։ Բայց ինքը շատ տարբեր ձևի է լինում։ Օրինակ, ամենաառաջիններից մեկն որ ես իմ փորձությունների ժամանակ հասկացել եմ, փորձությունն ինքը Աստվածաշնչի մեջ գրված է անապատ։ Շատ տեղեր հասկանում ենք, որ մեր անապատի վիճակն է։ Անապատի մեջ նոր կարդացի 62 Աղմոս 63 հայերենով ասում է Պսալոմ Դավիթը, когда он был в пустыне, հետո ասում է որ ինչ երենում առավոտ կանուխ ասում է քեզ եմ փնտրում։ Հենց ելնում եմ, թե չէ կարևոր չէ, այդ օրը պատասխանը կառնեմ, թե չէ։ Մեկ է, ես էսի պետք է անեմ ամեն օր մինչև պատասխանը քեզանից չառնեմ, որովհետև Տիրոջ հետ հարաբերությունների մեջ հարթություններ կա։ Կան տարիքեր, կա փոքր հասակ, կա միջին հասակ, կա մեծ հասակ։ Տերը տարբեր տարիքի մեջ տարբեր ձևի է մեր հետ վերաբերվում։ Դու որ փոքր էիր, հələ բերանը չբացած պատասխան էիր առնում։ Մի անգամ Տերն ինձ ասեց, ուզում ես տալիս եմ, էլ որ չտամ, հետևիցդ կգա, հետևիցս կգաս։ Բայց մի ուրիշ հարթություն է կա, որ ձեռքիցդ վերցնեմ, էլ հետևիցս կգաս։ Դու պատրաստ ես կյանքդ ինձի համար տաս։ Այս հասակի մասին է խոսում։ Ու երբ որ ես որպես ինստրուկցիա համիստեղից խոսեմ, որ գիտեք ինչ կա, վերցնենք մի օրինակ, հա, ու այս օրինակը ես քեզի ասում եմ, դուք տարբեր հասակի նստած եք, ամեն մեկ դոր վերցնեք, շատերը դրազաչիրավատ եք եղնելու։ Կարող եմ մի երկուսի կյանքի մեջ էդի աշխատի, որովհետև իր հասակի համար էր խոսացվում։ Հասկանում ես, այն մնացածը ասելու են, ես ինչ խոր խոսացիք, ինչ խոր ասեցի, գտենց արեցի, բայց չդարավ։ Կարող է չկա Աստված, չէ, Աստված կա, ու Աստված քեզի հետ լիշնի հարաբերություններ է ուզում, ու քեզի լիշնիկ ու հարցիդ պատասխանն է ուզում տա քո ծածուկ սեյրակը խոսքը կարտալով։ Благовестие, которое мы получили, հասկացանք ամենամեծ բարի լուրը մեզի համար, որ ինքը հայրալ է մեռելոց, ինքը կա, իր հետ կարելի է, ոչ մի քարոզիչ մեզի չի կարա տա այն, ինչ որ մենք ամբողջովին ուզում ենք, քարոզիչը կարա քեզի направлять են դեպի Քրիստոս, քարոզիչը կարա նենցանալ որ դու սիրահարվես, դու վերջապես հասկանաս որ քո սա հարցերիդ պատասխանը իր մեջ է, քարոզիչը եթե սրանով զբաղված չէ, եթե հոգեբանություն է քարոզում, պետք է հեռու մնանք, որովհետև որ իրից մի օր փլվելու է։ Քարոզիչի միակ նպատակը պետք է լինի որ Քրիստոս հայրալ է մեռելոց, Քրիստոսով է, Քրիստոս է մեր Տեր, մեր փրկիչ, մեր կյանք, մեր ուրախություն, մեր երջանկություն, իրանից են կողմ չկա լույս, ինքն է միակ լույսը մեր կյանքի։ Ու եթե մենք քարոզի մեջ չենք կարող ասենք որ ում համար ենք հավաքվել ու դու էլ խնդիր ունես, ես էլ օրինակ կարամ պատմեմ իմ խնդիրներից ժամանակ, այ մի անգամ սենց եղավ, մի անգամ էլ սենց եղավ, ոնց որ եղավ, ինչ եղավ որ եղավ, որովհետև ես մոտեցա ստեղ, այս խոսքը լոգոս է, Տերը ռեմաս տեղից ինձ տվեց ինստրուկցիա, տվեց ինչ պետք է անեմ տվյալ ժամանակ։ Վերցնենք, երբ որ մեկը եկավ, այն ժամանակ հեռախոս չկար, այն ժամանակ sense լավ ինֆորմացիա շատ հեշտ չէր գտնելը, գաս, երկրից թե քաղաքից քաղաք Քրիստոսին հազիվ գտավ, հա, ու մոտենում ասում է երեխես հիվանդ է, մոտենում է ասելու, արդեն ասում են, կարաս էլ չանհանգստացնես երեխեդ մեռավ։ Կարելի ասել, այ քեզ բան էլի, հազիվ մարդ հասել էր իրան, ինքն էլ Աստված էլի։ Դուք գիտեցեք, ես ինձ ու քեզի համար էլ մի վիճակ է, որ ես ու դու պիտի հասկանանք, որ քննություն տակա հասնելու։ Լավ է որ սկսել ես իրան փնտրելը։ Կարող է դաժե փնտրելու ժամանակ քո իրավիճակը ավելի բարտանա։ Այն աշճանի բարտանա, որ արդեն հասկանաս, որ վсё չեղավ։ Վсё չեղավ, մեռավ։ Տերն ինչ ասես, մինակ հավատա, իր անունը ամենակալ ամենակարող Աստված է, հա, ուզում եմ Հովհաննես Առաքյալի խոսքից կարդամ,
11-րդ գլուխն է 11-25 Иисус сказал ей, если մի ուրիշ իրավիճակ է, երբ որ 4 օր մեռած էր ու երկու քրով սկզբից մի քուրն եկավ դիմավորելու, հետո ուզում եմ իրավիճակի մեջ տեսնենք, որ գնաց իր դարդակիցին, ով որ այդ խնդիրի մեջ էլի նորից ողբ էր ապրում, այստեղ գնում ասում է, արի, ինքն եկել է հարությունը, հա, նայեք ինչ է գրված, Иисус сказал ей, я есть воскресение и жизнь. Верующий во мне, если и умрет, оживет. Это у меня тедашкир бан. И всякий верующий во мне не умрет вовеки. Веришь ли всему? Հարց է տալիս, վերիշ լի սիմու, սիկ հարցը տվեց, հետո նոր գնաց հարություն տվեց, մեզի շատ կարևոր է, որ հավատքի մեջ մենք քննություն ունենք հասնելու, նայեք, ինքը երբ որ անապատում էր, ընձի ու քեզի համար մի հատ հետարքիր բան ցույց տվեց, հիշում եք 40 օր սոված ծառավ անապատի մեջ, այսինքն կարող է 40 օր քո իրավիճակը քեզի բաց չթողնի, քո բարեկամը հիվանդանոցում է, դու չգիտեմ ինչ հարցերի մեջ ես դու բաժանություն է, ես շատ գիտեմ ինչ հարց է, հա, և քո հարցի մեջ, հասկանում ես 40 օր ինքը այդ ամեն ինչը անցնելուց հետո մի հատ հետարքիր բան եղավ, ասում է վերջում վզալկալ, հայերենը չգիտեմ էլ ինչ ասեմ, հա, դրանից հետո ինչ եղավ, մեկից Տերը մոտեցավ, թե դրանից հետո մի հատ է սատանան մոտեցավ քննություն վերցնելու Նրանից հետո էլ սատանան մոտեցավ մի հատ քննություն վերցրավ, հետո նոր դրանից իր առաջարկներով մոտեցավ, ու երբ որ հրաժարվավ իր առաջարկներից սատանային, նոր դրանից հետո հրեշտակներն եկան կերակրեցին։ Էս իմ ու քո համար էր Տերը թողում, որ ես ու դու էլ հասկանանք, որ մենք քննություն ունենք հասնելու, երբ որ փորձության մեջ ենք։ Երբ որ այդ տղայի երեխեն մեռավ ասին, ինքը քննություն հասնեց, ինքը տիրոջմով հարի վերջ քայլեց ու Տերն ասում էր հավատա, դու մինակ հավատա, հավատքի քննություն ունենք հասնել, որ չէ, մեր իրավիճակը կործանված վիճակում չէ, մենք Տեր ունենք, մենք փրկիչ ունենք, մենք հարցի լուծում ունենք, իր անունը Քրիստոս Հիսուս է։ Ու երբ որ մենք սկսում ենք խառնվել իրար, ամենամեծ բաժինն որ կա, այդ որ շատացա ենք եղնում, հասկացեք, այդ ամեն ինչի մեջ շատ վախենալու է, Տերը չի սիրում անհավատությունը։ Եբրայեցիների 11-րդ խոսքն ասում է, «А без веры Богу угодить невозможно»։ Մեզից շատ բանել չի ուզում։ Ուզում է հավատքի մեջ կանգնել, твердый будьте в вере, Պողոս առաքյալն ասում է, ընտասկս անցա ու ինչը չկորցրեց։ Հավատս չկորցրեց։ Ու այսինքն սատանան սաղ աշխատանքը տանելու է մեր հավատի վրա։ Ես ձեզի էլի շատ կարևոր մի բան եմ ուզում ասեմ։ Այսօր դաժե քարոզիչներ կան, որ Տերը օրհնի իրանց, ես ոչ մեկին ի նկատի չունեմ։ Կարա միամիտ, հա իրանց միամտությունից չհասկանան, որ իրանք բան են անում, որ նոր Տիրոջ սրտով չի, որովհետև իր հոգուց առաջնորդված չէ, իր հոգուց չի խոսացվում։ Գիտես, մարդկանց մեջ հույս են տալիս սենց, հասկանում ես, որ ես կանես, ինստրուկցիա են տալիս, ու հետո կտեսնես, որ կդառնա շատ լավ, ես ձեզ ասում եմ, կտեսնեք 100% այդ հարցին լուծում է տվեցվում, մարդիկ անում են, տեսնում են, չի տվեցվում լուծումը։ Երկրորդ ինստրուկցիան են օգտագործում, չի աշխատում, երրորդ ինստրուկցիան մարդուց տված չի աշխատում, կազալս Աստվածաշունչ էլ կարտացվում է, Եհովայի վկաներն էլ են Աստվածաշունչ կարտում, Աստվածաշունչից էլ քարոզում են, մորմոններն էլ են Աստվածաշունչ կարտում, Այսօր շատ քարոզներ, ես վերջերս մի հատ քարոզ եմ նայում, ունեն զարմացա, ուզում եմ հա Քրիստոս լսեմ, հա պատմում է, թե ինքը ինչ լավ հարաբերություններ է, հետո էլ վկայում է ինչ խերի որ մի մարդուկին իրար հետ բարեշել են, ման ուզում ես ասես քո բարեշտրա ձայախբեր, վերջում սպանությունով է վերջանալու, թող այլ իրանք իրարից առանձին ապրեին, այդ ինչ ես արել, մի գիտես լավ բան ես արել, բեր այդ մարդուկ ընկան իրար հետ ապրեցնում ես, լավ է պրծել էին իրարից, եթե մի բան Քրիստոսով չէ, սի խայտարագություն է, լավ բան է արել, պարծենում, ինչ գիտես, պատմածիդ մեջ եթե տեսնեմ Քրիստոս է արել, կասեմ 100%-ով ռեզուլտատը լավն է լինելու, հետևանքն հիանալի է լինելու։ Հստակ առանց խապելու է պատմում է, ես արեցի, ասում է, գնացի, բերեցի, օրեր ծախսեցինք կնոջս հետ, չքնեցինք, գնացինք, բերեցինք, այ մարդ չի կարելի մեզի մի բան անել, մենք կանչած ենք Տիրոջ փառքը տեսնելու, Տիրոջ փառքը պատմելու, իրավական լինելու,
Դրա համար շատ եմ կարևորում որ հասկանանք, եթե իրավիճակ կա, ես ու դու պիտի նայենք Հովանի գլուխի մեջ ասում է, первое было слово, и слово было у Бога, слово было Бог, и все, что было через него было, и ничего без него не стало. Եթե քո կյանքի մեջ բան եղել, դու մտի քո լիչնի հայտնությունը դարձտեղից։ Ծունգը ծալել, գիտես, հա, հասկանում եմ, նորադարձների մասով, գիտես, մենք կաղոթենք, կողքդ կկանգնենք, Հովանի գլխի մեջ ասում է, пока не увидите знамение чудеса не будете верующими։ Բայց դա խո բոլորի համար չէ։ Արդեն մի մարդ, ով որ եպիսկոպոսի կարգ ունի, Տերը խո իրան չի ասում, որ пока не увидите знамение чудеса не будете верующими։ Դա այն ով որ նոր սկսում է, մենք էլ սաղը դոր ստեղ նստած եք, ինձանից սկսած մեր կյանքի հրաշքները բերեցին, հասցրեցին մեզ այստեղ։ Մենք իրական տեսանք, որ ինքը իրական էր, այդ հարցերին լուծում չկար։ Ամեն մեկը այստեղ զորավոր վկայությունով եք նստած։ Քո վկայությունը կողքինից ոչ պակաս վկայություն է։ Ամեն մեկից վկայությունը իր մասին է։ Ինքն է իր վկայությունով բերեք ես այդտեղ հասցել է։ Փառք իրան էս ամեն ինչի համար, բայց իր հետ ապրելու ընթացք կա։ Իր հետ ապրելու ընթացքի մեջ ամենակարևոր բաժինը մենք պետք է հասկանանք, որ մենք ամենս յուրովի անհատական ծածուկ սենյակ պետք է ունենանք իր հետ մոտենալու ու մեր լիչնի հարցի պատասխանն առնելու։ Այո, կարող է քարոզիչը ստեղից մի բան խոսի ու հետի հենց քո հարցի պատասխանը լինի, դու պրոստը ինչ տեսար այնտեղը, որ նոր ինքը կարդաց ու այդ տեղը քեզի համար էր, բայց ոչ բոլորի։ Այն մյուսներ հասկանում են, որ այս աղբերը կամ այս քուրը պատասխան առավ որտեղից, այստեղից։ Ես էլ մտնեմ, ես էլ իմ պատասխանը գտնեմ։ Ես էլ ոչ թե երտամ կրոնական կարտամ, որ պարկս տամ, 4 անգամ կարտացել եմ Աստվածաշունչը, ոչ մի բան չի փոխվել։ Դու 44 էլ կարտած չի փոխվել, որովհետև դու չես հասկանում ինչ պետք է անես։ Կարևորը Աստվածաշունչ կարտալը չէ, կարևորը Աստվածաշունչի մեջ Քրիստոսին փնտրելն է, իր հետ ստեղ մտնելն է, իրանից պատասխան առնելն է, իր հետ հանդիպելն է։ И все остальное приложится գրված է։ Ու մենք եթե պատասխան ենք տեսնում, պատասխանը կարող է եւ հանդիմանական լինի։ Եթե հանդիմանական է, շատ կարևոր բան կա, Արագած գլուխ է խոսում, էլի Հովանի գլուխն է խոսում, որ ասում է, если будете исповедовать, եթե գնաս խոստովանես, ես չգիտեմ քո իրավիճակը։ Ես բոլորին չեմ կարող ասեմ, մեկը կարող է հոբի պես չարչարվում է, գնացել եմ, ասում եմ, նստել եմ գլխին ու կյանքն ուդում եմ։ Պետք է գնաս խոստովանես։ Այսի սա քո մեղքերիդ պատճառով է։ Ես ինչ գիտեմ։ Իր մեղքերի պատճառով էր ինքը այդ օրն հենգել։ Թե հոբի պես ճանապարհ է անցնում։ Երբ որ հոբի գլուխը նայեք, դուք շատ կարևոր բաներ կսովորեք ընդեղից, ես իմ համար շատ կարևոր բան եմ հասկացել, որտեղ փորձություն մինակ հոբը չէր անցնում։ Երբ հոբի ընկերներն են անցնում, ժամանակ կա դու հոբի կարգավիճակի մեջ ես, քո մագարտակի մեջ։ Քո մագար, քո չարչարանքն է, քո քեզ է հոբի վիճակի մեջ բերե։ Հա, ժամանակ կա դու հոբի ընկերոջ կարգավիճակի մեջ ես, հոբի ընկերների կարգավիճակի մեջ ես։ Երբ որ դու ես տեղաշորով պարկած, քեզի մեկն ասում է գնա խոստովանի ապաշխարի, ցավոտ ես լսում, բայց երբ որ դու ես մեկին տեղաշորի մեջ տեսնում, գնում ասում ես ապաշխարի, խոստովանի։ Սրա համար ես նայում էի, Աստված նենց էր արել, որ ես Բերտում Նիկանանիչիսկի Աստվածաշունչն եմ կարդացել, ես այդ գրքով եմ ապաշխարել, հա, Սիրակի իմաստություն կա, այնտեղ շատ չեմ կարող հասկանամ, իմ համար նենց չէ որ Աստված ինձ ամեն բան բացատրելու ամեն բան հասկանում եմ։ Ես չեմ հասկանում Տերը ինչ է զբաղվում կիտայցիների հետ, ինչ է զբաղվում կարեյցիների հետ կամ ինչ է զբաղվում մուսուլմանների հետ։ Ես դա չգիտեմ, բայց բոլորի հետ էլ Տերը ինչ որ գործ ունի անում է։ Այս երկրի վրա մեկը չկարող Աստված խաբար չէ որ ինքը այստեղ պրոստեգի ապրում է։ Դենց բան գոյություն չունի։ Նիկանանիչիսկի Աստվածաշնչի մեջ շատ հետաքրքիր բաներ կար, տեսել եմ, չեմ ուզում հիմա այսօր դրա մասին խոսեմ, բայց մի հատ կարևոր բաժին որ ուզում եմ հոբի ընկերների խոսածածների շատ բառերը կտեսնեք Սիրակի իմաստությունների մեջ, Արագած գլխի մեջ։ Հոբի ընկերները չէին եկե պրոստը իրանցից մտածածը ասում, իրանք Աստվածաշնչից բաներ էին ասում, Աստծո խոսքից էր, բայց Աստված չէր խոսում իրանց միջոցով։ Դրա համար է Տերը իրանց հիմար համարեց, Տերն ասեց ով են դրանք։ Առանց Աստված էին խոսում, բայց իր խոսքերից էին խոսում։ Տեսել ես ասում է պրավիդնիկի նոր այսօր նմի, գրված է չէ որ պրավիդնիկը պրացվիտատ կենե, նիչիսիվիցի վիճակը շատ վատ կլինի, գրված չէ Արագած գլխի մեջ, չեք կարդացել, ես էլ եմ կարդացել։ Սրա համար, երբ որ մենք ասում ենք, որ Աստված խոսում է, Աստված խոսում է, մենք Այսինքն
Դու միամիտ տեղը սրա մեջ ընկար։ Մարդը կա դրել է այնքան ծայրահեղ վիճակի հաստրել, որ Աստված ասում է ամենաարտար մեկներ հոբը, դրել են հոբին, ասում է, ասած է մեղավոր ենք, բայց Տերն իրա բերանով ասում է, չկար իրապես մեկ արտար, ուր ես ինքը ուզում իրան սխալ հանես, որ իրա հետ հավասար կայնից, ասես, դե ինքն էլ իրա սխալների համար, չէ, ինքը խաչի ճամպա էր անցնում։ Ընձու քեզի օրինակ թողվեց էլի նորից այն հոգին, որ նոր իրա վրա էր իմ տիրոջ հոգին էր։ Դժվար թե հոբը կարանար իր մարդկային հոգով այդ ճանապարհն անցներ։ Ես գիտեմ ում հոգին էր անցկացնում այդ ճանապարհը հոգուն։ Որտեղ ոչ ուժով է, ոչ զորությամբ, իր հոգուն, ես էլ մտել եմ Աստվածաշունչ տեղերը Քրիստոս եմ մանեկե։ Հոբի մեջի Քրիստոսին էլ եմ տեսել փառք իրա։ Հոբն էլ ինձի պես մեկն էր, քեզի պես մեկն էր։ Ես էլ որ նստած եղնեի հոբի կողքը, երրորդ գլուխը կարդում ես, դեռ սաղ անիծում է։ Տեսեմ հավատացյալ մարդ անիծում է, վերջում կասեմ, այս վիճակը ինչ խել խառն է։ Դրա համար մեզ պետք չի մարդկային տրամաբանության մեջ էս ամեն ինչը տանեն։ Քո իրավիճակները նման չէ մյուսներինի։ Եթե դաժե տոշնի նույն կապիրովկեն է, մեկ է Տերը քեզի յուրովի առանձին բան ունի ասելու։ Մեկին ցեխով բժշկեց, այն երկրորդին մի ուրիշ ձևի բժշկեց։ Ինչի համար, որ ասի որ ես ձեզի ամեն մեկիդ որ մոտենակ, քեզի համար լիշնի վկայություն կունենաս։ Հեչ մի բան նույնը չարես Տերը։ Ու սրանով է իր կենտանի իրական հարությունը վկայությունն որ գիտես ինքը եսօրել կա, եսօրել անում է։ Եսօրել կույլը քայլում է, կույլը տեսնում է, կաղը քայլում է։ Ամեն։ Ես ավելի շատ փափագում եմ որ հոգևոր կույրը տեսնի, հոգևոր կաղը քայլի։ Հետո մարմնականն էլ թեորեղնի էլի չի խանգարի։ Այս գիրքը հոգու գիրք է։ Դավիթ նոր աղոթում ասում է երրորդ Սաղմոսի մեջ ասում է многие говорят нет души его спасения։ Չի ասում нет плоти его спасения։ Ես ու դու գիտենք որ մեր մարմինը փրկվելու բան չի, չի փստալու։ Այնի հողին է վերադառնալու։ Ես էլ դու էլ այս մասին գիտենք։ Մենք ասֆիշոնի մարդ ենք տեղեկացված։ Нет души его спасения։ Այդենց էին ուզում մեզի չէ մեր հոգին փրկված է իր թափածայրան գինն ենք մենք մեզի տուն է տանելու երկինքն ու հավիտենությունն ենք տեսնել բայց էլ երկրի վրա ենք իր հետ ապրելու համար մենք պետք է մի բան հասկանանք ամենից յուրովի կանչում է հարաբերության չի ասում ձեզանից մեկը գիտենան մնացածին նորմալ կլինի երբ որ էլի հետ դառնամ են խոսքին որ Մարիան երբ որ Մարֆան հանդիպավ տիրոջ հետ չեկավ Մարիային ասեց, «Всё, ես արդեն սաղ լսել եմ»։ Չէ, ասեց արի դու էլ իր մոտ։ Արի դու էլ իր մոտ, ինքն եկել է։ Ու հետո ռեզուլտատը տեսանք։ Մերեն հարություն արավ։ Քո իրավիճակն է, կարող է այսօր մեռած է։ Նայում ես, ասում ես, «Էս էլ ինչ պետք է լինի»։ Աշխարհի համար է մեռած։ Քեզ համար քո կյանքի մեջ մեկը կա, ում անունն է «Я есть жизнь и воскресение»։ Ինքը մեռած բանին էլ է հարություն տալու։ Են քո իրավիճակը որ գիտես էլ անլուծելի է, չի կարա լինի։ Բայց ինչ ես աղոթքի ժամանակ իրան ասում ամենակարող, այսի քեզ դադի ժամանակ շատ բարձ է տրվելու։ Սուդը շատ վատ բան է։ Ասում է кто говорит я во свете, но нет, ասում է обманывают, խափում են։ Որ իրանց կյանքի մեջ լույսը չկա, բայց խափում են։ Մենք պետք է որ մեզի խափենք։ Մենք պետք է որ դիմացինին խափենք, մեզ պետք է որ ազնվանանք, մտենք ու ասենք այ Տեր ջան, ես մտնում եմ, բանել չեմ առնում, մտնում եմ, կարդում եմ, հոգնում եմ, դնում եմ, բայց շատ ժամանակ մենք գիտեք ինչ ենք կարդում, ինչ որ հանրարարություն է տվեցվել, որ դեղը պետք է խմես, վերցրել եմ, կուլ եմ տվել ու վсё, ինչ կլինի, լինի, այո, բայց այս դեպքում պետք է ստեղ մտնել ինքը Մարդկա ասում է ես էլ աստվածաշունչ ունեմ, մարդկա ասում է ես աստվածաշունչը 5 անգամ եմ կարդացել, հարցը սրա մեջ է, այդ 5 անգամ կարդալուց քանի հայտնություն ես արել, քանի վկայություն ունես այդ 5 անգամ կարդալուց, ինչ խոսեց քեզ այդ Տերը։ Աղոթ մենախոսություն չի կոչվում, աղոթ կոչվում է երկխոսություն։ Ես շատ ժամանակ ինձանից գիտեմ, մտնում եմ արագ աղոթում եմ, դուրս եմ գալիս ու գնացի Տերը երևի զարմացած նայում ասում ես ինչ եկավ, ինչի գնաց հասկանում ես, եկավ շուտ հանրարարություն էր, վերջը։ Դրա համար իրական է ինքը հարյալ մեռելոց ու իրական պետք է լինի մեր հարաբերությունները իր հետ։ Էսի պրոստի ինֆորմացիա չէ որ ուրիշներին ուզենաս բառը չեմ լավը գտնեմ, ապացուցես, հա, ապացուցես որ Տերը կա,
վայ, թե չէ որ մենք չաբացուցեցինք, որ Տերը կա, Տերը չի եղնի։ Մեր ապացուցելուց է, որ Տերը պետք է լինի։ Շատ շատերին ես փորձել եմ դաժե Տիրոջ մասին պատմեմ, հելել եմ շատ ցավով, որովհետև վերջում էլի ինձ ասեցին հալալ եղնի քեզ ու քո կամքի ուժին։ Ասում եմ, ես քեզ խոսում, ինչ ես, ինչ կամքի ուժ։ Ես քեզի մի ժամ Քրիստոսից եմ պատմում, որ ինքն եկավ իմ կյանքիս մեջ ու ինքն ինձ բժշկեց, ինքը այս ամեն ինչից հանեց բան, վերջում Տերը հետս խոսեց, որ արդեն նեղեցած փողոցով գնում էի, Տերն ասեց, լսի, ուզում ես կույրին աչք տաս, կույրին աչք տվողը ես եմ։ Գնա 10 անգամ է պատմել, նորից քեզ են ասելու հալալ եղնի քեզի։ Ես դեղ պետք է երևամ, որ իրանք ես պետք է կույրին աչք տամ, որ ինքը տեսնի։ Երանելի մարդ ես, քեզի աչք է տվել ու դու ես որ իրան տեսնում ես։ Գիտես իշկանները կան, որ մտել եմ, խոսացել եմ ու տեսել եմ չի տեսնում։ Չի լսում, բայց աչքել ունի ագանջել։ Սենց է գրված է։ Ամեն։ Ես ուտուպնի ախարաչինը մեզ հարց տանք, իրոք հավատում ես, որ հայրալ է մեռելոց։ Թե պրոստը սաղ ասում են, ես էլ եմ ասում։ Իշքան ժամանակ քեզ հարց տու հիմա, Աստվածաշունչը հետդ չի խոսած է։ Գիտես որ առաջի սիրո մեջ քեզ հետ խոսում էր, իմ մասին եմ խոսում։ Մի հատ խորը մտի մեջ դունա, իշքան ժամանակ, լավն են սաղին ցույց տվեցիր, որ փայլուն հայտնություններ ունես։ Բայց քո իրավիճակները մնացել են առանց լուծվելու, ո՞նց կարա Տերը այդ իրավիճակի մեջ գա ու դու գոնա պատասխանն առած չլինես։ Ես չեմ ասում, եթե կույրես աչքերդ տեսնելու են, հասկանում ես, բայց մի բան գիտեմ, պատասխան կարմես։ Ես էլ ասեմ ու մի այստեղ վկայել եմ այս մասին։ Ես շաքարով հիվանդ եմ, իմ կյանքից միջի 1001 հիվանդությունները բժշկել եմ, բայց այսի անհատական վկայություն եմ անում, չելնի ամեն մեկս ասենք ես էլ եմ այտենց մտածում բան, պետք չի, քեզի Տերը այտենց խոսացել է, թե չէ։ Ես հա աղոթում եի, մի քանի անգամ աղոթել եմ, որ Տեր ջան, այդ կան հիվանդություններ բժշկեցիր, հա, այս վերջում կնոջս հետ էլի հիվանդանոցն են, կինս էլ էստեղ էլի նորից չէին ստուգել լյարդս վազելով թղթերը բերին, թե ցերոզ ես, ասում եմ, չէ, ես բժշկված եմ արդեն, այդ հագամարմիններն են։ Ես ցերոզ եմ եղել, 1001 բաժնիմների միջից եմ դուրս եկել, հա, բայց շաքարը վերջը ես ուրախ դուրս եմ եկել աղոթքիցս, որովհետև պատասխան եմ արել։ Պատասխանը դրական չէր իմ մտքիս համար, բայց կարևորը Տերը խոսեց այդ իրավիճակի մեջ, որ ասում է Պողոս Արաքյալի հետ որ խոսում է, ասում է «Было жало плоть от дьявола, трижды помолился, и Бог сказал, хватит тебе благодать». Իմ շնորհքս հերիք է, քեզի շաքարը չի սպանելու։ Քեզի ռակն էլ չի սպանելու։ Եթե Տիրոջ շնորհքի մեջ ապրես, ռակը պրոգրեսիվ չի կարող անի, ինքը քեզի քո կյանքն ու մահը քո Տիրոջ ձեռքն է։ Ռակից ու շաքարից կախված չէ։ Մեռնես էլ չես մեռնելու։ Դենց գրված է, «Я есть жизнь, воскресение». Ամեն։ Պատասխան առալ ուրախ դուրս ես գալու, շատերը ասելու են, վայ, բան դու խոմ գիտե, ես խոմ մի գիտեմ, ինձ вообще չի խանգարում։ Հələ մի տեղ էլ օգնում է։ Սատանան թող գիտենա, որ ինքն ինձ չի կարա վնասել, իր այրազներն ինձ օգուտ են բերելու։ Գիտես մի այսօրեսի ասեց իրա դուրը եկավ, չէ, իրա դուրը չեկավ։ Ինքն եկել է խանգարելու, ես իրան ասում եմ դու ինձ օգնում ես։ Ոնց իրա դուրը կգա։ Ինքն էլ է իրական։ Այնեն չոր ինքը չկա։ Ինքն է կա, բայց նորից եմ ասում, թե Պողոս Արաքյալը շատ քան տոկոսայինով չասեմ, որ չսխալվեմ, 30-40% նոր զավեթը Տերը իր միջոցով գրեց, հենց էլ 3 հոգի ծապ են տալիս, կարող ես է գլուխս կորցնեի, դրա համար որ գլուխս չկորցնեմ, որ ես է չգորոզանամ, չկորչեմ, Տերը թույլ է տվել, որ կյանքիս մեջ ինչ որ մի բան եղնի, որ ինձ պես մեկին կանգնեցնի, չելնեմ չկորեմ, ծածկոցից դուրս չգամ։ Ամեն։ Բայց այս ամեն ինչը ստեղից պատասխան առած է։ Ու ժամանակ առ ժամանակ ես էլ Դավիթ թագավորն ասում է սпасելով սпасեցի։ Գիտեք ինչ դժվար բան է սпасել։ Ես իմ կյանքիս մեջ ամենաբարդ բանն որ ունեմ, այս սпасելն է, չեմ կարող սпасեմ, բայց վիխետ չունեմ, չեմ տալիս ինձ վիխետ։ Լիքը վիխետներ ունեմ։ Հենց ընկնում եմ խնդիրների մեջ սատանան հենց սիրուն է գալիս, ինչ որ լույսի հրեշտակը։ Ես դաժե քիչմ շինց ու բաներով, հա։ Բայց նորից եմ ասում, սпасելով սпасեցի ասում է, որ պատասխանս մինակ իրանից լինի։ Այդ որ հետևանքը լավն է լինելու։ Ինձ պետք է որ դեմից կարևորը այն մեկը կա որ պարկ ունի, կարևորը իրա պարկը տամ։ Ընկերեմ ունեի այդպես։ Կարևորը պարկը տամ։ Հավատացյալ աղբոր էր պարկ։ Գնաց մի հատ հանցագործից պարկը վերցրավ, վերավ հավատացյալ աղբոր պարկը տավ, հետո տարան պատվալ աղակին հետ ծեծել էին։ Հասկանում ես, է լավ չէ, ինչի մտար այ քեզի հարց լուծում, քո մարդկային մտքի հարցի լուծումը վերջում
կարա եւ մահով վերջանա։ Չես փոսից փոս փողովում։ Տերը չի եկե մեզից փոսից փոս տեղափոխելու։ Ես մի քանի տարի փոսից փոս տեղափոխվելով ապրել եմ։ Տեղը թողում, արաղի մեջ էի մտնում, արաղը թողում, վերջում արդեն երկուսն իրար հետ էի օգտագործում։ Իրա պատասխանը մեզի հանելու է մեր լավիրիններից, փառք իրան ամեն ինչի համար։ Ամեն։